Կրթությունը նորաձև է շարժման մասին։ Անկեղծ ասած, Տիկին Գյուրեղյան, ձեր հարցը ինձ շատ հասկանալի չի, որովհետև կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդիկ պիտի իրենց վրա աշխատեն, պետք է հասկանան, թե որտեղ են իրենց գիտելիքի, այդ թվում բացերը եւ դրանք փորձեն լրացնեն, այդտեղ ոչ մի նորություն չկա։ Եվ եթե մենք ունենք այդ շարժումը, որը աջակցում է մեծահասակների կրթությանը եւ ոչ միայն, որը աջակցում է մեր հասարակության ներսում արկա խնդիրների ձևակերպմանը եւ այդ խնդիրների շուրջ աշխատանքին, դա չի կարող որևէ ռազմավարությանը խոչընդոտել։ Դա գալիս է լրացնելու ցանկացած ռազմավարություն, որովհետեւ կարծում եմ մենք ունենք մի ռազմավարություն, դա մեր երկրում մարդկային կապիտալի զարգացումն է, յուրաքանչյուր անձի լիարժեք իրացումն է եւ ցանկացած խոսակցություն, ցանկացած ռեֆլեքսիա տանում է դրան։ Այս խոսակցությունն էլ է ռեֆլեքսիայի մի ձև, եթե մենք դրան ճիշտ վերաբերվենք։ Եվ եթե դուք հանրային հարթակների ձևավորման, որտեղ մարդիկ խոսում են կարևոր հարցերից, խնդրեմ եք տեսնում, ես այդ խնդրեմը երբեք չեմ տեսել ու չեմ տեսնի, ու ես այդտեղ չեմ հասկանում ձեր հարցադրումը, ինչու պետք է ես դրա հանդեպ ինչ որ այլ վերաբերմունք ունենամ։ Ես կարծում եմ, որ այդ խոսակցությունը կարևոր է։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես ինչքան շատ մարդիկ խոսեն եւ հասկանան իրենց խնդիրները, այնքան մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք այդ խնդիրները լուծելու։ Շնորհակալություն։ Ձագանք Տիկին Անդրեասյան։ Տիկին Գյուրեղյան, մի րոպե դուք չեք կարա ասեք, Տիկին Գյուրեղյան, դուք չեք կարա ասեք արձագանք ու արձագանք եք, ես եմ ասում արձագանք, դուք արձագանք, դուք չեք նախագահում նիստը, անջատեք խոսափողը, ես ձեզ արձագանքի հնարավորություն կտրամադրեմ։ Ինչ է նշանակում միացնել խոսափողը, ասել արձագանք ու արձագանքել, դա նորմալ է։ Հա, կասեմ, Տիկին Գյուրեղյան, իդեպ կրթվելը նորաձև է շարժման հետ կապված, ձեզ ուզում եմ տեղեկացնեմ, որ շարժումը շատ բաց է եւ բոլոր քաղաքացիների առջեւ, բոլոր տեսակի քաղաքական հայացքներ ունեցող քաղաքացիների առջեւ, դուք կարող եք ինքներդ գրանցվել, գնալ այդ խոսակցություն լսել եւ հասկանալ, արդյոք պետքա Տիկին Անդրեասյան ինչ որ լիցենզիա տար այդ շարժման համար թե ոչ, արդյոք ինչ որ խնդիր կա այդտեղ ոլորտային թե ոչ, եւ հետո ոնց որ իրազեկված ձեր քննադատությունը փոխանցեք մեզ, ես վստահ եմ ձեզ սիրով կընդունեն այդ քննարկումներին եւ սիրով կլսեն նաեւ ձեր տարբերվող դիրքորոշումները։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։